Գյումրու ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը նորից սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Facebook-ում վիրավորական բառերով վեճի է բռնվել օգտատերերի հետ։ Սարիկ Մինասյանը 3 իր էջում տեսանյութ էր հրապարակել Գյումրիում վարչապետի համերգից։ Դավաճան ու ստամոք սազգիներով արձագանքել էր օգտատերերից մեկը։ ԿՊԱԿ-ն էլ նրա հեռախոսահամարն էր պահանջել վիրավորելով։ Մյուսի վիրավորական մեկնաբանությանն էլ է նույն կերպ պատասխանել։ Գիտեք, ամենավատը այն է, որ մենք պարբերաբար ամենաբարձր դիրքերից սկսած տեսնում ենք նմանատիպ բառապաշար։ Իր հասցեին քննադատությունից մեկ օր անց Մինասյանը ներողություն խնդրեց իր վարքագծի համար մեղադրելով ֆեյքերին, թե գրոհել են, ինքն էլ որպես արժանապատիվ տղամարդ տրվել է սադրանքներին։ Որոշ շրջանակներ չկարողանալով զսպել իրենց նախանձն ու անբարով վարքագիծը ֆեյք օգտահաշիվներով գրոհեցին էջս, մեկնաբանություններում անպարկեշտ վիրավորական գրառումներ անելով, թիրախավորելով ոչ միայն իմ անձը, այլ ընտանիքիս, քաղաքական թիմիս, հայկական մտածելակերպին տուրք տալով որպես արժանապատիվ տղամարդ տրվեցի նպատակաուղղված սադրանքներին եւ որոշ ֆեյքերի պատասխանել եմ հայելային։ Որպես հանրային եւ քաղաքական գործիչ սխալ եմ թույլ տվել, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։ Հետո ներողություն, հետո կրկնություն, հետո ներողություն եւ փաստացի որևէ գնահատական, ոչ կուսակցական, ներքին կանոնակարգերի էթիկական, ոչ ազգային ժողովում էթիկական կանոնակարգի, ոչ հանրային պաշտոն զբաղեցնողների էթիկական կանոնակարգի այդ գործառույթին երբևէ չի հասնում։ Սարիկ Մինասյանը, որ նաև Հայաստանի էլեկտրական ցանցերի Շիրակի մարզի Ղարս մասնաճյուղի տնօրենն է, հորդորել է մարդկանց չթիրախավորել ու չվիրավորել քաղաքական հայացքների համար։ Զգոնության կոչ անող Մինասյանն առաջին անգամը չէ, որ հայտնվում է այսպիսի աղմկոտ պատմության մեջ։ Ուղիղ 1 տարի առաջ էլ ապրիլի 7-յան շնորհավորանքը վերածվեց սկանդալի։ Մի կին ԿՊ-ի հետևորդներին մեջ բերեմ ժեխ էր որակել։ Մինասյանն էլ այդ կնոջ ամուսնու եղբոր հեռախոսահամարներ պահանջել։ Էլի հանրային աղմուկից հետո ԿՊԱԿ-ը բացատրել էր, թե ռազմորկայի նպատակով չէ, որ համարը պահանջել է։ Այսօրվա իշխանությունը արդեն իսկ կտրվել է հանրային այն բարեկիրթ շփման կանոններից, որը պետք է որ ունենա։ Եթե իրականում պաշտոնյան զղջա իր արածի համար երկրորդ անգամ չի կրկնի։ Այս ներողությունը մեղավորներ կարգելու նպատակով է, կարծում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ Այո, իրենք մշտապես մեղավորներ են կարգում, որ կային անձինք, որոնք ֆեյք էին, կային անձինք, որոնք վատն էին։ Ես հնարավոր է, որ այնպես չպատասխանեցի կամ իջա իրենց մակարդակին, բայց կներեք, ձեր խոսույթը ձերն է։ Դուք պատասխանատու պիտի լինեք հանրային խոսք եւ խոսույթ հնչեցնելուց։ Իշխող կուսակցության էթիկայի կանոնագրքով կուսակցականները, հատկապես հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, պարտավոր են իրենց առօրյա կյանքում ներառյալ սոցցանցերում ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն ու հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաեւ խթանել հանդուրժողականություն։ Եթե այս նորմը իրենց համար լիներ կարևոր, կընդվզեին գռեհկաբանությունների ու վիրավորանքների դեմ, կարծում է իրավապաշտպանը։ Մենք օրերս ականատես դարձանք նաև կանանց նկատմամբ կնոջ կողմից բավական գռեհիկ խոսվածքի, երբ չէր հարգվում մայրությունը եւ չէին հարգվում նաև երեխայի լավագույն շահը որպես կերակրող մայր եւ երեխայի սննդով ապահովելու հնարավորություն։ Մինչև Սարիկ Մինասյանը լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը հեղեղված էին մեկ այլ ԿՊԱԿ-անի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի աղմկահարույց ձևակերպումներով։ Նա էլ ընդդիմադիր ուժեղ Հայաստանի անդամ Գոհար Ղոմաշյանին առնչվող ենթադրյալ կաշառքի գործից խոսելով նրա կարգավիճակին, որ կրծքի երեխա ունի ու բերման են ենթարկել, այսպես էր արձագանքել։ Երբ մարդիկ կատարում են օրենքով արգելված գործողություններ եւ մասնավորապես քրեական օրենսգրքով արգելված գործողություններ, ապա դրան պետք է հաջորդի հետևանք անկախ մարդու կրծքերի զբաղվածությունից։ Ինդուլգենցիա չեն, կրծքերը չեն կարող լինել։ Եվ այդ ամբողջ գռեհկաբանությունը երբևէ չի քննարկվում իրենց ներքին կանոնակարգերով եւ նաեւ ազգային ժողովում որպես էթիկական խախտումներ, չի քննարկվում նաեւ հանրային պաշտոն զբաղեցնողների էթիկական կանոնների խախտման եւ դա դառնում է անպատիժ այսպիսի շարունակական գործողություն։ Առաջարկում եմ հաստատել նիստի օրակարգը ովքեր են կողմ։ Արուսյակ Ջուլհակյանը, որ հավակնում է խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնին, Մինասյանի նման հաջորդ օրը ներողություն խնդրեց իր ձևակերպումների համար։ Իշխանականների այս վարքագծից իրավապաշտպանը տպավորություն ունի, որ նրանք հանրային խոսքի արժեքը չգիտեն ու սեփական խոսքի նկատմամբ պատասխանատվություն չունեն։